Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ազգային ավանդական հայոց աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան, ամենաարևաբույր հայոց ազգային խոհանոցից։ Բարեկամներ, պատրաստվելիք ուտեստը հին ավանդական ուտեստ է եւ կոչվում է Ուրֆայի բորանի։ Ուրֆայի բորանի։ Բաղադրությունը հետեւյալն է. խաշված հորթի միս, սխտոր, սիսեր, բլղուր, մածուն եւ բազուկի ճավ, բարեկամներ օգտագործելու ենք աղ, մի քիչ աղացած միս եւ վերջում համեմելու ենք սխտոր մածունով, մեր արդեն ավանդական դարձած սխտորի եւ մածունի համադրությամբ։ Բարեկամներ, ուտեստը պատրաստում ենք տապակման միջոցով, բայց նախքան տապակելը պիտի պատրաստենք բլղուրից կոլոլիկներ։ Բլուրը թրջած արդեն, համեմենք սամիթով և մաղադանոսով, առանձին պատրաստում ենք կոլոլիկներ բլղուրից, աղացված մսից, այսպես, մի քիչ աղ, պղպեղ, համեմի սերմ և աղացված կարմիր քաղցր պղպեղ գույնի համար։ Այս խճողակին խառնենք աղացված միս, և խառնենք։ Շատ մանր կոլոլակներ պիտի պատրաստենք։ Այսպես, ստացվեց միատար զանգված, փոքրիկ կոլոլակներ, կոլոլակները ձեռքով հենց, այսպես պատրաստենք, այս գնդիկները պատրաստեցինք, կոլոլիկները, փոքրիկների, մենք ասում ենք կոլոլիկներ, պատրաստ ենք կոլոլիկները, տապակը տաքացնում ենք, ձեթը դաղում ենք և կոլոլիկները տապակում։ Կոլոլակի հետ տապակելու ենք նաև խաշված միսը, նախապատրաստենք նաև այլ մթերքները, մենք այստեղ ունենք խաշված ոսպ և բնականաբար արդեն նշեցի բազուկի ճաղ, սխտորից և մածունից պատրաստենք համեմունքը, ծոթրին սխտոր և մածուն։ Խառնենք, ավելացնենք աղ, համեմի սերմ և կարմիր քաղցր պղպեղ։ Խառնենք այս համեմունքը, տրորենք միասին։ Ավելացնենք սիսերը, մի քիչ ջուր շոգեխաշվելու համար,
Պատրաստենք մածուն սխտորը, նորից եմ հիշեցնում, սխտոր կտրատեցինք, ծոթրին, աղ պղպեղ, համեմի սերբ, բացենք այս ամբողջը մածունով, մի քիչ էլ ջուր, այսպես, սա էլ է պատրաստ, հիմա պատրաստենք բազուկի ճաղը, հաստ կոթերը կհանենք և ձեռքով, պատրաստվում են արդեն և կոլոլիկները և միսը արդեն պատրաստ է, կոլոլիկները շատ շուտ են պատրաստվում, բարեկամներ, բլղուրը մենք գիտենք, որ ինքը արդեն կիսաֆաբրիկատ մթերք է և աղացված միսը շատ արագ պատրաստման հնարավորություն է տալիս մեզ։ Մի քանի, այսպես կծու պղպեղ, չորացված։ Հիմա ավելացնում ենք բազուկի ճաղը, խառնում ենք, պատրաստվում է ուտեստը, նորից հիշեցնեմ հերթականությունը, մենք պիտի ունենանք խաշված միս, խաշված սիսեր, բլղուրից և աղացած մսից պատրաստեցինք կոլոլիկներ, տապակեցինք կոլոլիկները և խաշված միսը միասին, ավելացրինք խաշված սիսերը և վերջում բազուկի ճաղը։ Ուտեստը արդեն պատրաստ է և կարող ենք մատուցել։ Իսկ մատուցում ենք կավե այս հրաշք ամանների մեջ և մեր հրաշք լավաշով։ Կողքը դնում ենք հացերի հացը տապակված լավաշը, ավելացնում ենք մածունից սոուսը, և վերջ ուտեստը պատրաստ է բարեկամներ, Ուրֆայի բորանի բաղադրությունը հորթի միս, բլղուրից կոլոլիկներ, սիսեր, բազուկի ճաղ, մածուն սխտոր և լավ տրամադրություն, բնականաբար, հարգելի հեռուստադիտողներ, ուտեստը համարվում է հիմնական ուտեստ, պետք է մատուցել 65-ից 70 աստիճան, ջերմությամբ, պահպանման ժամկետը ոչ ավել քան 15 րոպե, հարգելի հեռուստադիտողներ, մեր ցանկությունն է, որ ձեր սեղաններին միշտ լինեն ազգային ավանդական ուտեստներ, և այդ ուտեստները ունենան դերակատարություն, մեծ դերակատարություն, և այդ դերակատարությունը թող լինի այն, որ դուք լինեք էլ ավելի առողջ, էլ ավելի երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, ևս մի քիչ և ամեն ինչ լավ է լինելու, ստեսյուն բարեկամներ։ Ուրֆայի բորանի, հորթի միս 300 գրամ, սխտոր 1 բջեղ, սիսեր 150 գրամ, բլղուր 80 գրամ, մածուն 100 գրամ, բազուկի ճավ 1 կապ, աղ, պղպեղ, բարեախորժակ։